Արդյոք ջուրը միայն ծարավը հագեցնելու համար է։ Ինչ կլինի, եթե ջուր չխմենք եւ ինչու է ջուրն անհրաժեշտ մեր առողջության համար։ Ջուրը կյանքա, ինչպես որ ասում են, ջուրը մեր մարմնի հիմքն է։ Ինչու եք խորհուրդ տալիս առավոտը սկսել 1 կամ 2 բաժակ ջրով եւ տաք թե սառը ջրից սկսել։ Որ ասում են դակ ջուր խմի որ նիհարես, ինչպես որ ասել եմ, նորից եմ գրգնում, եթե դակ ջուր խմեցիր, ճիշտ է, քո ջարբերդ հալածնի կարակի նման, դանի դուրս դες բան չկա։ Մարսողությունը դա մի քիչ աղիքներդ աշխատանքն է արագացնել։ Եթե ջուր էլ չխմենք, միֆ չէ, որ կարող է լեղաքարեր առաջանան։ Չէ, միֆ չէ, լեղաբարգի քարերը իհարկե առաջանալու են։ Ջուր խմել ուտելուց առաջ, ուտելուց հետո, թե ուտելու ընթացքում որն է սխալը։ Եթե մարդ քիչ ջուր է խմում, ինչ ախտանիշներ կարող են հայտ գալ, այսպիսով եթե փորձենք ամբողջացնել։ Ինչպես որ հաշվեցինք, սկզբից օգնածությունը, գլխացավերը, փքվածությունը, մաշկի փորգաբությունը, մաշկի վադացումը, չորությունը, այդ բոլորը քեզ գարաբերի ընդամենը ջուր չխմելուց։ Հետո ասես իմ մարմինը ջուր չի ուզում։ Դուք դիտում եք միֆ թե իրականություն հաղորդումը բարև ձեզ։ Ջուրը կյանքի արտահայտությունը բոլորս ենք լսել, սակայն քչերն են պատկերացնում դրա դերն ու նշանակությունը առողջության համար։ Արդյոք ջուրը միայն ծարավը հագեցնելու համար է։ Ինչ կլինի, եթե ջուր չխմենք եւ ինչու է ջուրն անհրաժեշտ մեր առողջության համար։ Մեզ կասի Մանու Բրուտյանը։ Ողջույն Մանու։ Բարև ձեզ։ Ուրախ եմ քեզ տեսնել։ Մերսի շնորհակալություն բանավես։ Ջրի մասին ենք խոսելու, շատ վիճելի հարցեր կան, փորձենք պատասխանել բոլոր հարցերին, ամենասկզբում ասենք թե ինչ դեր եւ նշանակություն ունի ջուրը մեր օրգանիզմի համար, ինչ ֆունկցիա է կատարում։ Առաջերտին ես կարամ ասեմ, ջուրը կյանքա, ինչպես որ ասում են, ջուրը մեր մարմնի հիմքն է, այսինքն ջուրը պատասխանատու է մեր նյութափոխանակության։ Okay, դա առաջերտին է գալի։ Երկրորդը մեր մարմնի ջերմաստիճանն է կարգավորում, մեր մարմնի աստիճանը։ Ջերմաստիճանը կարգավորում է, okay։ Երկրորդ հերթին ինքը տրանսպորտն է արյան միջոցով, որ թթվածինը մեկ էլ սննդանյութերը դեղափոխի մարմնի դեպի պատկերացրեք, ինքը այդ տրանսպորտն է, որ օգնում է դրան։ Երրորդը իհարկե, եթե ջուրը չօգտագործես քո մաշկիդ որակը չորանալու է, քո եղունգները, քո մազերը, այդ ամեն ինչի վրա ինքը գապ ունի, so պետք է ջուր խմել բավարար չափով, միշտ։ Այո, ինչու եք խորհուրդ տալիս առավոտը սկսել 1 կամ 2 բաժակ ջրով եւ տաք թե սառը ջրից սկսել։ Նայեք լավ հարցեր սա։ Իհարկե միֆեր դենց շատ կան, որ ասում են ջուր խմում ես, նիհարում ես, չէ, դենց բան չկա, ջուրը չի նիհարացնում ինքը դեղով։ Ջուրը 0 կալորիա, դրա մասին խոսացել ենք։ Ոչ կարա նիհարացնի, ոչ կարա չաղաստի քեզ։ Ինքը օգնող միջոց է։ Արաբոդը որ զարդեցիք մի բաժակ ջուրը խմեցինք, ինչպես որ ասեցի, առաջի պատասխանում նյութափոխանակումը արագացնում է։ Okay։ Սկսում ես մի բաժակ ջրով ու շարունակում ես քո կյանքը, բայց այդ դակն ու սարն դենց մեծ փոփոխություն չկա, այսինքն որ ասում են դակ ջուր խմի որ նիհարես, ինչպես որ ասել եմ, նորից եմ գրգնում, եթե դակ ջուր խմեցիր, ճիշտ է, քո ջարբերդ հալածնի կարակի նման, դանի դուրս դες բան չկա։ Մարսողությունը դա մի քիչ աղիքներդ աշխատանքն է արագացնելու, այսինքն այդ զուգարան գնալու փորգամություն, բանի դեմ ինքը լուծում է, դա շատ լավ է, okay, բայց որ ասեմ մեծ տարբերություն կա դակ եւ սառը ջրի մեջ, չէ։ Ես կասեմ, որ ջերմաստիճանն է քեզ հարմար, հաճելի, դենց էլ խմի եւ սկսի օրդ։ Շատ լավ։ Կարող ենք ասել, որ ջուրը ջրի պակասը խանգարում է նիհարել։ Ջրի պակասը կարա խանգարի նիհարելուն, բայց ինչպես որ ասեցի, ջուրը չի նիհարացնում, չի չաղացնում, բայց կարա խանգարի, ինչով։ Երբ որ դու ջուր չես խմում, դու ավելի շատ ես քաղցած լինում։ Եվ որ դու ջուր չես խմում, մարմնիդ քաղցրի բանջը շատանում է։ Okay։ Իսկ սկսում ես խախտել ուտելիքը, այդ դրա հաշվին սկսում ես չաղանալ, այսինքն ջուրը չի, ջուրը նպաստում է։ Այս եմ ուզում ասեմ ժողովրդին, հասկացաք։ Բայց կարևոր գեդեր ունի, ինչպես որ բացատրեցինք, ջուրը պետք է խմել, օգտագործել միշտ։ Այսինքն, ինչպես է խանգարում նիհարելուն, ծարավի եւ քաղցի կետերը ուղեղում մոտ են, երբեմն մենք շփոթում ենք, մեզ թվում է թե մենք սոված ենք, բայց մենք ուզում ենք ջուր խմել, ընդամենը ծարավ ենք եւ ծարավը կարող է հագեցնել քաղցի զգացողությունը 1, իսկ երկրորդ, երբ ջուր քիչ ենք խմում, նյութափոխանակությունը դանդաղում է։ Իհարկե, ինչպես որ ասենք առաջ պատասխանի մեջը, իհարկե նյութափոխանակությունը դանդաղում է, դե որ ջուրը խմենք ամեն ինչ լավ է։ Գնում, եթե ֆիզիկական ակտիվությունը գումարենք, ավելի արագ կնիհարենք։ Ջուրը եւ ինտերվալային սովապահությունը մանո խոսենք դրա մասին, շատ տարածված է, շատերը երկար ժամանակ սնունդ չեն ընդունում, հատկապես երեկոյան օրինակ ժամը 6-ի են ուտում վերջին սնունդ ընդունումը եւ առավոտյան։ Այդ ամբողջ ընթացքում եթե ջուր էլ չխմենք, միֆ չէ, որ կարող է լեղաքարեր առաջանան։ Չէ, միֆ չէ, լեղաբարգի քարերը իհարկե առաջանալու են։ Լեղաբարգի քարերը լավ է դրա վրա կանդրադառնանք։ Լեղաբարգի քարերը ոչ թե մենակ այլ ջրի բագացից էլ առաջանում, այլ խիստ դիետաներից, սրսկումներից, բարիատրիկ վերահսկություններից, այդ բոլորը գարան բերում ես լեղաբարգի քարերի։ Դա իմացեք, հնարավոր է որ բերի այդ դրանց։ Երկրորդը
ինտերվալային սովի ժամանակ բարդաթիր դու պիտի ջուր խմես այդ ընթացքում որ դու հաս չես ուտում բարդաթիր okay ինչքան շատ խմես այնքան լավ քո համար առաջինը քեզ զգացողություն ընդդրը որ դու գուշտ ես okay այսինքն մենք այդ ժամանակի որ սկսում ենք պատրաստվել մրցումներին մենք սկսում ենք մի քիչ սովը շատ բահել այսինքն մենք ջրազրգում ենք յուղազրգում ենք յա դա սովորական մարդկանց համար չի խոսում եմ մարզիկների մասին մենք մեր այդ ամեն ինչը սովը փագում ենք ջրի միջոցով ջուրը խմում ենք փագում է մեր սովը ու մաքրում է արյունը Մանոկ կան ըմպելիքներ, որոնք ջրազրկում են առաջացնում, առաջինը խոսենք սուրճի մասին, ինչ կլինի, եթե ամբողջ օրվա ընթացքում հաճախակի սուրճ խմենք եւ ջուր չօգտագործենք։ Նայեք, եթե սուրճը օգտագործում եք չափավոր օրվա ընթացքում, դա չի կարող տենց ես ինչ ջրազրկի ձեզ, բայց մարդիկ կա, ինչպես որ գիտենք, որ սա ամբողջ օրը կոֆեով են անցկացնում, չէ, խորտ եմ տալի, որ ջուրը ավելացնեն, ես ինչպես որ ասել եմ սրանից առաջ, մի բաժակ ջուր խմեցի, կոֆե խմեցի, որից մի բաժակ ջուրը խմի, okay։ Իհարկե, դա շատ է օգտագործում, դա արդեն կբերի ջրազրկմանը։ Նույնը ալկոհոլին է վերաբերում։ Իհարկե Իհարկե ալկոհոլը, այսինքն ասես կասեմ, ալկոհոլը մի խմի։ Ալկոհոլը մի խմի։ Դա թույն է, մենք չենք խոսում ստենի արև չաղանալու մասին։ Դա պատկերացեք ձեր լիարդի վիճակը ինչ է լինում։ Եթե շաբաթը մի բաժակ ինչ որ մի բան եք խմում, դա օքեյ է, բայց ոչ մեկը այսօրվա չենք բավարարվում մի բաժակով։ Եթե շիշը բացեցինք, պետք է միջև վերջ խմենք էդի։ Գիտենք։ Հետևաբար նաև ջրազրկում կարող է լինել եւ առաջանան այտուցներ։ Խոսենք այտուցների մասին, ջուրը եւ այտուցները։ Ջրի ավել կամ պակաս լինելը ինչպես է նպաստում այտուցներին։ Ես զարմանում եմ այդ մարդկանց, որ ասում են ես գիշերը քնում եմ, առավոտ զարտում եմ, գիշերը ջուր եմ խմել, առավոտը զարտել եմ այտուցված։ Ախր ժողովուրդ, տենց բան չի կարող լինի։ Չի կարող լինի, այսինքն այտուց գիտես ինչ է գալի։ Քիչ ջուր խմելուց է գալի։ Այդ դեպքում իհարկե չեն խոսում, հիմա որպեսզի կոմենտ չգնա, չեն խոսում եթե մարդ ունի հորմոնալ խնդիրներ կամ սրտանոթային խնդիրներ, ուրիշ խնդիրներ, եթե ունի, մենք կոնկրետ խոսում ենք մենակ ջրի մասին, okay։ Եթե դու չես խմում բավարար ջուր, քո մարմինը կարա այդուցվի։ Ինչա՞ որ ջուրը գա ինքը բահբանի, որտեղ ինքը գիտի, այս մարդը ջուր չի տալի ինձ։ Բահեմ, այդուցվում է։ Հասկացար։ Ինչքան ջուր խմես, քո մարմինը չի կարա ջուր բահի։ Ասենք ամոթ ասած ես ամեն մի ժամը գնում եմ զուգարան։ Ինչքան խմում եմ, որ ասեն 4-5 լիտր եմ խմում, գնում եմ զուգարան։ Այդ բառը չի կարա, բա ինչ որ ինքը սովորել այդ circulation-ին էլի, այդ մեթոդին սովորել ենք, որ պիտի գա գնա, իսկ որ չի գալի ուր պիտի գնա։ Հասկացանք։ Մարմին բաղում է, այդ որ ասես այդուսվում եմ, չի կարա դες բան լինի, առանց ջուր խմելու դու այդուսվես։ Իսկ ինչու է մարմինը պահում հեղուկը։ Դե ասենք մարմինը խելացի է, եթե դու չես խմում ջուրը, եթե դու չես խմում, քո մարմինը բաղում է։ Որովհետև մարմին օրգանիզմին անհրաժեշտ է այդ հեղուկը, որովհետև մեր օրգանիզմի 80%-ը հեղուկից է բաղկացած, ջրից է բաղկացած։ Այո, իհարկե, բայց ասեցի, ինձ կոլեգը կոմենտ չգրեն, ասում ենք, եթե մարդ հորմոնալ խնդիրներ ունի, ուրիշ խնդիրներ դրանց մասին չեն խոսում մենք։ Այո։ Եվ շարունակելով ասենք, կան մարդիկ, որ ասում են, ես ջրի կարիք չեմ զգում։ Արդյոք ծարավի զգացողությունը միշտ վստահելի ցուցիչ է։ Չէ, ես դեմ եմ դες բանին, դες բան չկա, որ մարդու օրգանիզմը ջուր չի ուզում, խոսացել ենք սրա մասին, որ ասում ենք մարդու մարմինը խելացի է, դու իրան ոնց սովորացնում ես, ինքը դենց էլ աշխատում է։ Այսինքն եթե դու իրան զրգում ես ջրից, ինքը այլևս ջրի բանջ չի դալի քեզ։ Okay։ Բայց դու երբ որ 2 օր, 3 օր, 4 օր ջուր խմես, հաստատ իմացի այդ քանակը, որ դու խմեցիր այսօր, շարունակելու ես մինչև վերջ։ Բայց եթե դու չես խմում, ինքը չի ուզելու քեզանից ջուր։ Բայց ինչ հետևանքներ է ունենալու ջուր չխմելը։ Լիքը, բայց ասեմ ձեզի, նաև մարդիկ որ ասեցինք, խառնում են ջրի բանջկը, քաղցրի բանջկի հետ։ Այո։ Ինքը ասում են ջրի բանջ չունեմ, բայց քաղցրի բանջ ունեմ։ Բայց արդյոք հակառակն է։ Ինչպես տարբերել։ Սկսվեց ջուրը խմի։ Եթե գեշ ժամը դու գզգար 10 րոպե դու եթե գզգաս դու քաղցրի բանջ ունես, արդեն գզգաս որ չէ, ուրեմն ծարավ չէ։ Հաստատ դու ծարավ ես։ Գիշերը քիչ ես քնել, ամբողջ օր մարմին քաղցր ուզեր, բայց ջրի բագասա։ Ջրազրկվել ես։ Ամբողջ գիշեր ջուր չես խմել, 8 ժամը քնել ես, 3 ժամն էլ հաց չես կերել, մոտ 10 ժամ ջուր չես խմել դու, բայց սկսում ես քաղցր, բայց դու նաև արի մարմին քեզից ջուր ա ուզում։ Էդ էլ գա։ Մարդիկ խառնում են։ Եվ որպեսզի բացասական հետևանքներ չլինեն, մաշկի չորություն, եղունգների փխրունություն, այլ առողջական Մետափոխանակել դնգավ, չգիտեմ, լիքը խնդիրներ կա, լեղաբարգի քարերից բռնած, երեգամի ֆունկցիաներից բռնած լիքը խնդիրներ կա, սրտանոթային խնդիրներ միջև կարող լինի։ Այո։ Դու ասեցինք, չէ, ինքը դեղափոխում է սննդանյութերը, մեկ էլ բանը ընդդվածինը արյան միջոցով ամենտեղ, ով է տանելու, ով անելու է։ Հետո ասես գլխացավ ունեմ։ Այո, իդեպ մենք խոսել ենք գլխացավերի մասին, կարող եք դիտել մեր հաղորդում, այնտեղ նույնպես նշում ենք, որ ջրի պակասը կարող է հանգեցնել սաստիկ գլխացավի։ Գլխացավ հոգնածության, նաև հոգնածության։
Նա օգնածության գարաբերի, գլխացավի գարաբերի, լիքը բաների գարաբերի։ Եթե մարդ քիչ ջուր է խմում, ինչ ախտանիշներ կարող են ին հայտ գալ, այսպեսով եթե փորձենք ամբողջացնել։ Ինչպես որ հաշվեցինք, սկզբից օգնածությունը, գլխացավերը, փքվածությունը, մաշկի փորգաբությունը, մաշկի վադացումը, չորությունը, այդ բոլորը քեզ գարաբերի ընդամենը ջուր չխմելուց։ Հետո ասես իմ մարմինը ջուր չի ուզում։ Բայց արդարացնում են իրենց, ասելով ես շատ միրգ եմ օգտագործում, բանջարեղեն, հյութեր, արդյոք մրգից ջրի անհրաժեշտ չափաբաժինը կարող ենք ստանալ։ Հիմա եթե գիտականով մոդենանք, որովհետեւ մեկը չթռնի դες կոմենտ գրի, օքեյ, լավ, ասենք թե 200 միլիգրամ ստացար ջուր այդ բանջարեղենից եւ մրգերից այդ բահեդոն, բամնացածը։ Ասենք ես կոֆեն ու թեյներ չեմ համարում ջուր։ Եթե ասում եմ օքեյ, ես կոֆեն ջուր չի, թե ջուր չի։ Ջուր պիտի խմես։ Մաքուր ջուր։ Մաքուր ջուր պիտի խմես։ Քո քաշին ամեն 1 կիլոգրամին միջին բան եմ ասում ձեզ, դա հաստատ թիվ չի, միջին բան եմ ասում մարդկանց համար, ամեն 1 կիլոգրամից դու պետք է 30-ից 35 միլիգրամ ջուր խմես։ Այսինքն եթե 100 կիլո ես, դու պետք է օրը 3-ից 3.5 լիտր ջուր խմես։ Իհարկե դա դանվում է դա շոկին, եթե մարզվում ես, եթե շատ ես քրդնում, կարա մի քիչ պլյուս մինուս լինի։ Դա օքեյ է, շատ նորմալ է։ Այդպես պիտի շարժվես դու առաջ։ Հատկապես ովքեր պետք է ուշադրիր լինեն ջրի պահանջին, որ խմբերի համար է ռիսկային, հատկապես ամռանը։ Սենց ասեմ, եթե խոսքի հարցնում եք կոնկրետ որին ավելի թիրախավորենք, եկեք դարեստերին ասենք, որովհետև դարիքի հետ մի քիչ կարա քչանա իր ամոթ ջրի բահանջքը, իհարկե ամառն էլ կարա խնդիրների բերի, ինչպես որ ասենք գարաբերի սրտանոթային խնդիրներին կամ մնացած գլխացավին կամ բանի ջնշումի դադանումին դարեստեր ավելի շատ պետք է ուշադրեն ջուրի խմելուն։ Չնայած որ երբեմն ջուր խմելու պահանջը առաջվան նման չի զգացվում։ Դրա մասին խոսենք ֆիզիոլոգիա է, ավելի քիչ են շարժվում, բայց ուշադրություն չդարձնելով սրան, լավ կլինի, որ ուշադիր լինեք ջրի ընդունման չափաբաժնին եւ բարբերաբար խմեք։ Հա, գարանտենց անեն, ասենք ջուրը երբ որ դնում ես դիմաց, այդ խնդիրը սրանումն է։ Երբ որ ջուրը ձերքի տակ չի լինում, դու ուզում ես անընդհատ ուրիշ մի բան վերցնել ձերքդ, այդ քաղցրը գամույսը, բայց որ ջրի շիշը դնես քո կողքը, անընդհատ գնաս աչքդ վրան խմես, որ գիտես այդ շիշը, այսօր պիտի վերջացնես։ Չենք ասում ամբողջ շիշը, մի անգամից խմեք, այլ գում, կես բաժակ, մի բաժակով գնացեք, կարող չէ ամբողջ շիշը մի անգամից խմեք, բաժանեք օրվա ընթացքում եւ ընդունեք ձեր ջուրը։ Մանո, ջուր խմել ուտելուց առաջ, ուտելուց հետո, թե ուտելու ընթացքում, որն է սխալը։ Եթե մերոս լսես բոլորը սխալ են, ես սենց եմ ասում եմ, օքեյ, եթե մարդը խեղդվում հաց ուտելու ընթացքում, չխմես կչաղանաս, մերիր, դու խեղդվիր այնտեղ։ Չէ, այս գործը եթե հանենք։ Մեկ խիմույսներ կա, հացը բրձավ, հավերը չխմես։ Չխմես, չաղանաս ապել։ Լավ, ես մի ամեն հացից հետո, օրինակ եմ ասում, օմեգա եմ խմում, վիտամիններ եմ խմում, տարբեր բաներ եմ խմում, ոնց խմեմ։ Ինչ անեմ, գչաղանամ, չեմ չաղացխի։ Չէ, ոչ։ Միֆա։ Գիրանելու մասին չէ խոսքը։ Միֆա։ Խոսքը գնում է, նայեք, մարդիկ սիրում են վերցնել կոնկրետ այսպես հատվածներ։ Խոսակցության կամ նախատեսության այս փոքրիկ հատվածներ։ Չի կարելի ջուր խմել հացի դոն։ Հոպ, մեջանակությունը գարտա։ Լիտրով մի խմի։ Մի կոմը չի խանգարի։ Ապրես։ Հաց ուտելու ընթացքում խեղդվեցիր։ Չէ, ասենք գուչի է դու ես հավի տոշ եմ ուտում։ Օրինակ եմ ասում, բրինձը, կարտոֆիլ, չինենց բաներ եմ ուտում։ Չի իշտում, ինչ անեմ։ Չէ։ Միգում։ Իսկ եթե չես խեղդվում, ցանկալի չէ, ասում են, խանգարում է։ Չէ, սենց ասենք, գես բաժակ ջուրը, մարսողության լավացնում է դաժե ուտելու ընթացքում։ Գես բաժակ ջուրը լավացնում է մարսողությունը։ Նորից եմ ասում, մի խմեք լիտրով։ Խի սենց ասեմ ձեզի, հացի ընթացքում քանի տոկոսա կոլա խմում։ Դե ասում եք որ չխմեն, հատկապես Դե օրինակ եմ ասում, եթե իրանք մտածում են որ ջուրը չաղացնում է, լավ, այսօրվա դրության վերևի 50% ժողովրդի ուտելու ընթացքում կամ սոկ են խմում, չէ՞, բնական հյութ, յանի, կամ կոլա, բայց դրանք հեղուկ չեն, դրանք չեն չաղացնում, հա, դրանք չեն չաղացնում, ջուրը կչաղացնի, հա, բայց ջուրը կալորիա չունի, այստեղ մենք մեծ չափաբաժնով շաքարի հետ գործ ունենք եւ այո, այ կոլա չի կարելի խմել ուտելու ընթացքում։ Իհարկե, չէ, կոլա զորի մասն է դա խոսանք, օրինակ Կոլա զորի մասին խոսանք։ Ամեն դեպքում։ Ինքը կալորիա չունի։ Հա, չէ, ինչ-որ միտքս ուզում հասցնեմ ժողովրդին։ Ասում, օքեյ, դու ջուր չխմեցիր հացի ընթացքում, բայց վերցրեցիր մի հատ 250 մլ փոքր շիշ կոլա 0 կալորիա չունի, խմեցիր ընթացքում։ Դա չչաղացնում քեզ։ Ջուրն է չաղացնում։ Հասկացա՞ք, հեղուկն է, չէ։ Տարբերությունը։ Ես այդ եմ ուզում հասցնեմ մարդու մտքին։ Իսկ ուտելուց առաջը, գարաս ուտելուց առաջ խմես, էդի գիտես ինչին կարող օգնի, երբ որ դու քո ստամոքսը ինչ որ արդեն լցնում ես ջրով, այսինքն քո չափաբաժինը ինչ որ ուտելու ես, փոքրացնում է։
Կարա քեզ շուտ հակեցնի, այսինքն դու շուտ զգաս, որ դու կշտացել ես։ Այդ դրան կարա օգնի, okay։ Բոլորը բացատրեցինք, տեսնենք ինչ կասեն իմեն։ Այո, եւ փորձելով ամփոփել, ինչու ենք ասում ջուրը կյանք է, մանո, ինչու է ջրի բավարար օգտագործումը նպաստում երկարաժամկետ առողջությանը։ Որ հասկանան մարդիկ դա շատ լավ կլինի, որ ես չասեն առաջի հերթին իհարկե ես գարիք չունեմ ջրին, ինչպես որ բացատրեցինք, Ժորժան ջուրը հիմքն է մեր կյանքի, ինքը կատարում է շատ մեծ ֆունկցիաներ, մեր ամբողջ օրգանիզմի ֆունկցիաներ ինչ որ աշխատում են։ Խնդրում եմ, աղաչում եմ, մի ասեք ջրի պահանջ չունեմ։ Խմեք եւ գտեսնեք տարբերությունը։ Խմեք եւ ինձ կասեք, որ ես այլևս քաղցրի պահանջ չունեմ։ Խմեք, կասեք, արես մաշկս լավն է, չգիտեմ, արդեն գլխացավանք չունեմ, փորգաբություն չունեմ։ Մի հատ խմեք, փորձեք, նոր գրեք կոմենտներում տեսնենք։ Ջուր խմեք լավ ինքնազգացողության եւ առողջության համար։ Մենք զրուցում էինք Մանո Բրուտյանի հետ։ Դուք դիտում եք Միֆ թե իրականություն հաղորդումը, տարբերեք միֆը իրականությունից։ Հետևեք մեր հաղորդումներին, բաժանորդագրվեք առողջության մասին կարևոր ինֆորմացիան բաց չթողնելու համար։ Շնորհակալություն Յասաման ռեստորանին, ընկերական համեղ հանդիպումների, ջերմ հիշողությունների լավագույն հավաքատեղի։ Շնորհակալություն նաեւ Հովակիմյան էսթետիկ կենտրոնին համագործակցության համար։ Կհանդիպենք։